Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Աննախադեպ դատավարություն էջմիածնում, ինչու դատավորը հրաժարվեց քննել կաթողիկոսի գործը։ Խորհրդարանի ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, ինչու նրանք որոշեցին գնալ էջմիածին։ Պետության և եկեղեցու հակասությունները պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ դարձել են ճգնաժամերի պատճառ, ինչ դասեր կարող են տալ անցյալի օրինակները Հայաստանին։ Փաշինյանը Ղրղստանում բարձրաձայնել է հայկական ապրանքների շուրջ առաջացած խնդիրները, ինչ ուղերձներ հնչեցին ԵԱՏՄ հարթակում։ Երևանյան լճում հայտնաբերված սատկած կենդանիները մասնագետներին նոր ահազանգի պատճառ են դարձել, ինչն է դարձել լճի էկոլոգիական վիճակի վատթարացման պատճառը։ Այսօր Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II և Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստը։ Նիստը սակայն կարճ տևեց։ 30 րոպե անց պարզ դարձավ, որ դատավորը ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել է քննել գործը։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Այս առումով ես ողջունում եմ իր քայլը, չնայած իրավական առումով նաև կարող էր բացարձակ չհայտնել, որովհետև բազմաթիվ փաստաբաններ, որոնք ստացել են արտոնագիր, որոնք աշխատում են դատախազ դատավոր, դա որևէ կերպ չի խանգարում, որ իրենք իրենց ծառայական լիազորությունների մեջ կատարեն իրենց պարտականությունները, բայց բոլոր դեպքերում, տեսեք, միայն այն փաստը, որ դատավորը դատելու է ամենայն հայոց կաթողիկոսին, դա արդեն կաշկանդող հանգամանք է։ Դատական նիստից հետո Գարեգին II-ն ու հոգևորականները հեռացան դատարանից և հավաքվածների ուղեկցությամբ երթով շարժվեցին դեպի Մայրաթոր միասնական աղոթքի։ Մասնակիցները հասել են Նիստին մասնակցել է նաև այս գործով միակ տուժող ճանաչված կարգալույծ Արման Սարոյանը, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը։ Հենց նրա պաշտոնանկության պատմությունն էլ դարձել է այս քրեական գործի հիմքը։ Դատարանը ժամանակին պարտավորեցրել էր վերականգնել նրան պաշտոնում, սակայն Մայրաթորը հրաժարվել էր, հայտարարելով, որ դա եկեղեցու ներքին հարցն է և դատարանը չի կարող միջամտել։ Քննչական կոմիտեն սա գնահատել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտելու դեպք։ Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի բակում հավաքվածները ծափերով և վեհափառ վանկարկումներով են դիմավորել ամենայն հայոց կաթողիկոսին։ Հավաքվածներն ինքնաբուխ երգել են նաև Մայրաթորի պահպանության շարականը, ապա միասին տերունական աղոթք հնչեցրել։
Էջմիածնում էին նաև ընդդիմադիր պատգամավորները։ Նրանք լքել էին ազգային ժողովի դահլիճը և վեհափառին աջակցելու համար եկել դատարան։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է, որ եկեղեցու ղեկավարի ընտրությունն ու պաշտոնավարումը եկեղեցու ներքին գործն է և պետությունը չպետք է միջամտի այդ գործընթացին։ Չկա ընթացակարգ, չկա, մեր եկեղեցին չունի ընթացակարգ հեռացնելու։ Այդպիսի բան չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը, մեր սահմանադրությունը չի թողում եկեղեցուն ու պետությանը, որ խառնվեն իրար, եկեղեցին առանձին է, պետությունը առանձին։ Գործը չի էդի, քաղաքական գործիչներ հազարատ լծակ կարող են գործարկել, չի աշխատի, չի լինի։ Վաղուց են սովորեցնում, որ կարող է իշխանությունները տարբեր ոտնձգություններ իրականացնել հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, ամենայն հայոց հայրապետի նկատմամբ, դա առաջի օրը չի, անկեղծ ասած զարմանալ այսօր պետք չէ, որքան էլ որ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է, ամեն դեպքում զարմանալ պետք չի, որովհետև այսօրվա իշխանություններից ամեն ինչ իրենք հատել են վաղուց բոլոր կարմիր գծերը, բոլոր այն գծերը, որը վերաբերվում է մեր ազգին, մեր պետության անցյալին, պատմությանը, ազգային արժեքներին, վաղուց այդ գծերը հատված են եւ կարծում եմ այսօրվա այս խայտառակ դատավարությունը նաեւ հենց դրա դրսեւորումն է։ Մինչ ընդդիմության մի մասը գտնվում էր Էջմիածնում, ազգային ժողովում շարունակվում էր ընդդիմության թեկնածու Արամ Վարդևանյանի ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու հարցի քննարկումը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեռ չի հայտնել, պատրաստվում է աջակցել Վարդևանյանի թեկնածությանը, թե ոչ։ Խմբակցությունը որոշումը նախատեսում է ընդունել քննարկումների ավարտից հետո։ Այսօր քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, հայտարարելով, որ խորհրդարանի հեղինակության անկման հիմնական պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է։ Որքան էլ փորձեք պարտությունների եւ զիջումների չվերջացող շարանը վաճառել որպես խաղաղություն, ձեր քաղաքական կեսագրությունից, ցավոք նաև Հայաստանի պատմությունից չջնջվող փաստ են պատերազմը, Արցախի հայաթափումը, ներազգային պառակտումը, հայ առաքելական եկեղեցու, մեր ինքնութենական արժեքների դեմ արշավն ու ամենայն հայոց վեհափառին դատարանի առջև կանգնեցնելը։ Սրանք սովորական փաստեր չեն, սրանք քաղաքական եւ պատմական խարան են։ Խորհրդարանի համատեքստում սա շատ կարևոր է։ Գործընկերներ, բարեվարկությունը նաեւ քաղաքական բովանդակությունն է։ Չի կարող քաղաքականությունը բարոյական կամ բարեվարք լինել, երբ այն կառուցված է ազգային պետական շահերի ուրացման, երկակի ստանդարտների, երեսպաշտության եւ հատկապես ձախողած խոստումների վրա։ Տարբեր ժամանակաշրջաններում, թե Հայաստանում, թե աշխարհի տարբեր երկրներում պետության եւ եկեղեցու միջև առաջացած տարաձայնությունները հաճախ դարձել են լուրջ քաղաքական զարգացումների պատճառ, երբեմն ազդելով նաեւ երկրների հետագա պատմության վրա։ Ինչ են հուշում անցյալի փորձերը, ռեպորտաժում։ Այսօրը կարող է իր տեղն ունենալ սերունդների դասագրքերում։ Ամենայն հայոց կաթողիկոսը կանգնում է դատարանի առաջ կամ այլ կերպ ասած Հայաստանի նորագույն պատմության ամենախոր հակամարտություններից մեկը տեղափոխվում է դատարանի դահլիճ։ Արձագանքը վաղուց հատել է Հայաստանի սահմանները։ Ռոյթերսից մինչև միջազգային իրավապաշտպաններ, ԲՄ-ից մինչև Երուսաղեմի հայոց պատրիարքություն հնչում են մտահոգություններ։ Իսկ պատմությունը հիշեցնում է պետության եւ եկեղեցու բախումները հաճախ փոխել են ոչ միայն իշխանությունների, այլև ամբողջ երկրների ճակատագիրը։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները։ Գործն առնչվում է Մասցայոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ արված Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքին։ Մայրաթոռն ու պաշտպանական կողմը մեղադրանքը մերժում են այն դիտարկելով որպես եկեղեցու ներքին ինքնավարությանը վերաբերող հարց։ Ռոյթերսն այս դատավարությունը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների
եւ հայ առաքելական եկեղեցու միջև խորացող հակամարտության նոր փուլ։ Մտահոգություն են հայտնել միջազգային իրավապաշտպան եւ փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Մեծիտան Անկիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը եւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Նրանց հիմնական շեշտադրումը մեկն է՝ եկեղեցու ինքնավարության եւ պետություն եկեղեցի սահմանների հարցը։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ է հիշում, երբ պետության եւ եկեղեցու բախումները վերածվել են երկարատև ճգնաժամերի։ 4-րդ դարում Պապ Թագավորը փորձեց սահմանափակել եկեղեցու տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը, կրճատելով հոգեվորականների որոշ արտոնություններ եւ փորձելով ուժեղացնել թագավորական իշխանությունը։ Նրա քաղաքականությունը եկեղեցու հետ լուրջ հակասությունների պատճառ դարձավ, իսկ թագավորի սպանությունից հետո այդ բարեփոխումների մի մասը չպահպանվեց։ 1903 թվականին ռուսական կայսրության հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը պետական վերահսկողության տակ վերցնելու որոշումը առաջացրեց հասարակական լայն դիմադրություն, բողոքի ցույցեր եւ բախումներ։ Ի վերջո իշխանությունը ստիպված եղավ մեղմել քաղաքականությունը եւ հետ կանգնել որոշ սահմանափակումներից։ Խորհրդային միությունում 1930-ականների հակակրոնական արշավի տարիներին փակվեցին հազարավոր եկեղեցիներ, հալածվեցին ու բռնադատվեցին բազմաթիվ հոգեվորականներ։ Այդ շրջանի զոհերից էր նաեւ Բագրատ arczepiskopos Վարդազարյանը, սակայն տարիներ անց խորհրդային իշխանությունն էլ ստիպված եղավ փոխել քաղաքականությունը եւ գոնե մասամբ վերականգնել եկեղեցու գործունեությունը։ Հռոմեական կայսրությունում առաջին դարերում քրիստոնյաները ենթարկվում էին հալածանքների, իշխանությունների կողմից դիտարկվելով որպես վտանգ։ Սակայն 313 թվականին Կոստանդին Մեծը օրինականացրեց քրիստոնեությունը, իսկ 380 թվականին այն դարձավ կայսրության պետական կրոնը։ Այնինչ ժամանակին ճնշվում էր իշխանության կողմից, հետագայում դարձավ պետության հիմքերից մեկը։ Անգլիայում 16-րդ դարում թագավոր Հենրի 8-րդի հակամարտությունը Հռոմի պապի հետ հանգեցրեց կաթոլիկ եկեղեցու հետ խզման եւ անգլիական եկեղեցու ստեղծմանը։ Սակայն այդ որոշումը երկիրը տարավ տասնամյակների կրոնական պայքարների, ներքին բաժանումների եւ քաղաքական ցնցումների։ Չինաստանում կոմունիստական իշխանությունները տասնամյակներ շարունակ փորձել են վերահսկել կրոնական կառույցները, ստեղծելով պետական վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ։ Սակայն կրոնական համայնքները պահպանվել են, իսկ պետություն-եկեղեցի հարաբերությունները շարունակում են մնալ լարված։ Այսօր Հայաստանի նորագույն պատմության մեջ եկեղեցի պատմություն բախումը մտնում է նոր իրավական փուլ, որի ընթացքն ու հանգուցալուծումը դեռևս դժվար է կանխատեսել։ Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը Ղրղըզստանում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության վարչապետների ընդլայնված նիստին։ Այստեղ նա անդրադարձել է Ռուսաստանում հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին։ ԵԱՏՄ-ի նիստը, սակայն, միայն տնտեսական թեմաներով չի սահմանափակվել։ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ այլընտրանքային հնարավորությունների մասին։ Ինչ ուղերձներ հնչեցին Ղրղըզստանում, ինչպես են դրանք գնահատում փորձագետները եւ ինչ կարող են նշանակել հայ-ռուսական հարաբերությունների համար, ռեպորտաժում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Փաշինյանը նորից սրեց հակասությունները Ռուսաստանի հետ, նախ քննադատելով ԵԱՏՄ սահմանափակումները, ապա անդրադառնալով ԵՄ-ԵԱՏՄ հարակվեին եւ տնտեսական այլընտրանքային ճանապարհների ստեղծմանը։ Именно поэтому мы считаем принципиально важным, чтобы Մենք համարում ենք սկզբունքորեն կարևոր, որ ապրանքների ներմուծման վրա ազդող որոշումները անդամ պետություններում ներկայացվեն ԵԱՏՄ օրենքների եւ իրավասու մարմինների միջև կառուցողական գործակցության պայմաններում։ Հակառակ մոտեցումը բացասաբար կանդրադառնա ԵԱՏՄ զարգացման եւ միության նկատմամբ պետությունների, քաղաքացիների ու գործարար շրջանակների վերաբերմունքի վրա։ Դա ժամանակի ընթացքում դառնում է ոչ թե առանձին պետության, այլ ամբողջ միության խնդիրը։ Հարկավոր է ամրապնդել փոխվստահությունը, ԵԱՏՄ նպատակներին դեռ չենք հասել, ուստի գործնականում պետք է արագացնենք մեխանիզմների համաձայնեցումը։ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անցավ ավելի սուր ձևակերպման, հավելելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական ապրանքների շուրջ, խնդիր է Հայաստանի համար, բայց ավելի մեծ խնդիր Ռուսաստանի համար։ Իսկ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մինչև ԵՄ-ի հետ հարաբերությունների վճռական փուլը ներկայացրեց որպես Հայաստանի համար այլընտրանքային զարգացման ուղղություն ստեղծելու նպատակ։ Հայաստանի պետության իշխանությունները միգուցե չեն հասկանում, բայց իրանք այս գնահատականներով իրանք հանգեցնելու են նրան, որ Ռուսաստանից եւս մեկ պահանջ է հնչելու, որ Հայաստանում ոչ միայն հանրաքվե անցկացվի ԵՄ թե ԵԱՏՄ, այլ միգուցե դրանից առաջ մի հատ հանրաքվե անցկացվի 102 ռազմաբազան այստեղ մնում է, թե չէ, որովհետեւ բոլորիս համար պարզ է, որ այս գործընթացների տրամաբանական վերջաբանը պետքա լինի Ռուսաստանին լիակատար կերպով տարածաշրջանից Հայաստանից հանելը, թե տնտեսական իր ներկայությունը, թե քաղաքական
ռազմաքաղաքական ներկայությունը։ Այսինքն Փաշինյանի խնդիրը ոչ թե Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզումն է, այլ տնտեսական եւ անվտանգային բարիքներից օգտվելը մինչեւ խզումը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Փաշինյանի ելույթում սկզբունքորեն նոր ուղերձ չի տեսնում, սակայն ըստ վերլուծաբանի այդ մոտեցումը ոչ թե նոր հնարավորություններ է ստեղծում, այլ ավելի է խորացնում անորոշությունը Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորման հարցում։ Երևանը ինքը կարծես թե հայտնվել է իր այդ հակասական քաղաքականության եւ հակասական ռետորաբանության ցանցում եւ այդ ցանցում ավելի խորանում է։ Իհարկե ունենալով այսպես համոզում, որ այդ կերպ ինքը փորձում է մանևրել այդ երկու կենտրոնների միջև կամ մի քանի կենտրոնների միջև։ Իրականում սակայն այդ մանևրը նման է այսպես տեղում պտույտի, երբ պարզապես խորանում է այն փոսը, այն կանգնած տեղը խորանում է եւ փոսի է վերածվում։ Բենյամին Մաթևոսյանը անիրատեսական է համարում նման քաղաքականության երկար շարունակությունը։ Նրա կարծիքով այս ամենի արդյունքում Ռուսաստանն ավելի է ուժեղացնելու իր դիրքերը Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանն հիմա այս պահի դրությամբ որոշում խաղի կանոնները Հայաստանի հետ հարաբերվելիս եւ Հայաստանի ներկայության ֆորմատը Եվրասիական տնտեսական միությունում։ Իսկ վերլուծաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև ընտրության մասին ներկայում խոսելն իրական հիմք չունի, քանի որ ԵՄ անդամակցության իրական հեռանկար այս պահին պարզապես չկա։ Այն խոսակցությունը, որ պաշտոնական Երևանը տանում է այդ թեմայով, այն մեկ նախադասությամբ օրենքը, որ ընդունվել է, դա ընդամենը այդ վերը նշածը տեղում պատտվելը ճկունության հետ շփոթելու քաղաքականության մի դրվագ է ընդամենը։ Եվ ինչ վերաբերում է սահմանափակումների հարցի լուծմանը, ապա այս հարցը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի տնտեսության այդ ոլորտներում ներգրավված մարդկանց համար, բայց այդ հարցը այսօր մեծ հաշվով տարբեր տրամաչափի եւ տարբեր արժեքի մանրադրամ է process-ում ներգրաված քաղաքական դերակատարների համար։ Արդյոք Հայաստանը փորձում է ժամանակ շահել, թե արդեն փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը։ Հայաստանի իշխանությունը պնդում է խոսքը ոչ թե կտրուկ ընտրության, այլ երկրի համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու մասին է։ Իսկ փորձագետների կարծիքով երկընտրանքի առջև կանգնելու անխուսափելիությունը պարզից էլ պարզ է։ Անահիտ Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Երևանի ամենամեծ ջրային տարածքում Երևանյան լճում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Լճի ափերին հայտնաբերվել են սատկած ձկներ եւ ջրլող թռչուններ։ Ջրի մակերեսը կանաչել է, իսկ լիճ թափվող գոյուղաջրերն ու կենցաղային աղբը մեծացնում են աղտոտման խնդիրը։ Մասնագետների գնահատմամբ ստեղծված վիճակը կարող է լուրջ էկոլոգիական հետևանքներ ունենալ։ Ինչն է դարձել կենդանիների անկման պատճառը, ով է պատասխանատու, ռեպորտաժում։ Երևանյան լճի ափին թռչուններ ու ձկներ են սատկել։ Խնդրի մասին կենսաբան Սամվել Պիպոյանն է ահազանգել։ Լճի ջուրն ամբողջովին ծաղկած է միաբջիջ ջրիմուռներով, առափնյա շրջանում առկա են կենցաղային աղբի մեծ կուտակումներ։ Լճի մակերեսին կան բազմաթիվ սատկած կենդանիներ, ձկներ, ջրլող թռչուններ, հայկական որորներ։ Որոշ դեպքերում էլ որորները անհասկանալի կերպով սկսել են սատկել։ Այսօր լճից երկու խեղդվող որոր եմ հանել, որոնք չէին կարողանում լողալ։ Գուցե հիվանդ են կամ թունավորված ինչ-որ բանից։ Լիճն օգնության կարիք ունի, ահազանգում է մասնագետը։ Ամերիկյան դեսպանատանը հարող հատվածում, որտեղ կոյուղաջրերը բաց խողովակներից լիճ են թափվում, ափը ծածկված է բորբոսնածաղբով։ Տարածքում ուժեղ գարշահոտություն է, ափով առանց շունչը պահելու քայլել չի ստացվում։ Քաղաքապետարանը դեռ 2022-ին նախաձեռնել էր լճի տարածքը բարեկարգելու եւ հանգստի գոտու վերածելու ծրագիրը, որի համար 180 միլիոն դրամ էր հատկացվել։ Համայնքապետարանի բարենորոգումն ավարտվել էր հենց այն հատվածում, որտեղից կոյուղաջրերը լցվում են լիճ։ Մենք բարեկարգել ենք ինչ-որ մի հատված, իսկ այստեղ չեն կարել որևիցե աշխատանք հասկանալու համար, թե այս կոյուղաջրերը որտեղից են գալիս, ինչի համար են իրանք թափվում Երևան, ինչի մենք չենք դիմում պարտավորեցնելու այն մարդկանց, ում խողովակը այստեղ լցվում է, որ իրանք միջոցներ ձեռնարկեն։ Վարդանյանի եւ մասնագետների ահազանգերից հետո օգոստոսի 7-ին քաղաքապետարանն աշխատակիցներ ու տեխնիկա է ուղարկել տարածքը մաքրելու համար։
Մեր տեսախցիկը ֆիքսեց, ինչպես են տեխնիկայով կոտրում լճի մեջ աճած եղեգն ու ինքնաթափով տեղափոխում։ Եղեգները երկակի բնույթ ունեն, ընդգծում են կենսաբանները։ Մի կողմից, երբ դրանք շատ են բազմանում, կարող են հունը ծանրաբեռնել, փոքրացնել եւ դառնալ, ասենք, գետի հունի փոփոխման պատճառ կամ առաջացնել հեղեղումներ։ Մյուս կողմից եղեգնուտները նպաստում են ջրի խնայմանը եւ շրջակայքում զով միկրոկլիմայի ձևավորմանը։ Երևանյան լճի ափերին այդ բույսի որոշակի քանակություն է անհրաժեշտ, քանի որ հենց այդտեղ է թաքնվում ու սնունդ գտնում լճում բնակվող ձկնատեսակների մեծ մասը։ Եղեգնուտներում են բնակալում ու թաքնվում նաև լճի շրջակայքում բնակվող ջրլող բոլոր թռչունները։ Թեև լճի աղտոտման գլխավոր գործոնը կոյուղաջուրն է, բայց աղտոտմանը նպաստող պատճառներից են Հրազդանն ու Գետառը։ Երկու գետերը ճանապարհին հավաքում են կենցաղային թափոններն ու վերջում աղբով լիքը թափվում Երևանյան լիճ։ Հիդրոթերևութաբանություն ՊՕԱԿ-ի տվյալներով գետերում ամոնիումի եւ ֆոսֆատ իոնի պարունակությունը հունիսի դրությամբ նորմայից բարձր է եղել Դարբնիկ գյուղի հատվածում 6-ից 7, Գետաբերանի լիճը թափվելու հատվածում մինչև 9 անգամ։ Այս նյութերով աղտոտումն առաջանում է կոմունալ կենցաղային կեղտաջրերի գետը լցվելու հետևանքով։ 2021 թվականին նախաձեռնեցինք մի ուրեմն գործընթաց, որ Հրազդանի կիրճը ամբողջությամբ ճանաչվեր բնության հատուկ պահպանվող տարածք, որ այստեղ շինարարությունն արգելվեր, բոլոր այդ կոյուղատարերի հետ կապված խնդիրները լուծվեին եւ այլն եւ տարածքը ստանար այն իրեն արժանի տեսքը, որը որ իրականում նա պետք է ունենա Երևան քաղաքի համար բնապահպանական տեսանկյունից, կենսաբազմազանության պահպանությունից եւ առավել եւս կոպով պայմանավորված այս բոլոր գործընթացներով։ Այսինքն մենք մի երկիր ենք, որը ընդունելու է իր տարածքում կոպ այդ համաժողովը եւ մենք ունենք ռեկրեացիոն գոտի, որտեղ բնակչությունը ձուկ է բռնում այնտեղ, որտեղ որ տոննաներով ուրեմն կոյուղաջրերը լցվում են անմիջապես գետի մեջ։ Վարդանյանը հիշում է, ինչպես հերթական ահազանգից հետո նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք լիճը դատարկվեց ու անհայտ ծագման բազմաթիվ կոյուղատարեր հայտնաբերվեցին։ Այդ պահին Սարգսյանի կառավարման ժամկետի ավարտին հաշված ամիսներ էին մնացել։ Նա հեռացավ, Հրազդանի հունը բացվեց ու կրկին ծածկեց էկոլոգիական աղետը։ Քաղաքապետարանից հայտնեցին կոյուղատարերի հարցով մոտ ապագայում քայլեր կձեռնարկեն։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։